Արդեն 10 տարի է, ինչ Մարինեն առաջին տիպի շաքարային դիաբետ ունի և 2023 թվականի սեպտեմբերից ինսուլատարդի փոխարեն հիվանդանոցից գենսուլին է ստանում։ Դեղամիջոցի ներարկման օրվանից սկսած շաքարի մակարդակը սկսել է բարձրանալ։ Մարինեն հարկադրված է եղել ավելացնել ներարկման չափաբաժինը, բայց շոշափելի տարբերություն այդպես էլ չի զգացել։ 100 միավոր գենսուլին ընդունելուց հետո առավոտյան արթնանում է 15-ից բարձր թվով, որն օրվա ընթացքում բարձրանում է ու հասնում մինչև 30-ի։ Զանգել եմ առողջապահության նախարարության թեժգծին, իրանք պատասխանել են, որ հնարավոր է, որ ես ներարկման level չգիտեմ կամ ներարկում եմ, ուտում եմ դիետայից դուրս շատ քաղցր, որպեսզի թիվս բարձրանա։ Պրոստը իմ կարծիքով այդ անլուրջ է։ Առողջապահության ոլորտի փորձագետի դիտարկմամբ այդ ինսուլինի էֆեկտիվությունը շատ ցածր է։ Կրկնակի չափաբաժնի ստացման դեպքում անգամ շատ հաճախ արյան մեջ շաքարի քանակը այդպես էլ չի կարգավորվում։ Պարզվում է, որ առողջապահության նախարարությունը դանիական առաջատար Novo Nordisk-ի միջին ազդեցության ինսուլինը փոխարինել է լեհական Bioton ընկերության գենսուլինով, որը երկարատև փորձաշրջան չի անցել և միջազգային մասնագիտական կազմակերպությունների կողմից սերտիֆիկացված չէ։ Ի պատասխան բազմաթիվ հիվանդների դժգոհության առողջապահության նախարարությունը պացիենտներին վստահեցրել է, որ անհանգստանալու պատճառներ չկան, հորդորել է հավատալ ոչ թե գլյուկոմետրի տվյալներին, այլ իրենց։ Նախարարությունը նաև պարզաբանել է, որ մենք գնումների մասին օրենքով ենք առաջնորդվել և էժան տարբերակով դեղն է հաղթել, բայց այստեղ բացի գնումների մասին օրենքը այդպես ցիտելուց պետք է նախ հասկանալ, ինչ տեխնիկական պահանջներ են ներկայացրել այդ ինսուլինին, որովհետև եթե դա ամբողջ Հայաստանի համար կենտրոնական գնումներով գնվող դեղորայք է, ապա նրա որակի հետ կապված պետք է լիներ նաև տեխնիկական պահանջների ներկայացում։ Մեր լաբորատորիան ունի միջազգային հավաստագրում, որակի սերտիֆիկատ, ռեֆերենս լաբորատորիա և համապատասխան փորձաքննությունից հետո որևէ շեղում չի եղել և դրական եզրակացություն է ստացել։ Ստացվում է, որ Հայաստանում հիվանդներին տալիս են ինսուլինի մի տեսակ, որից շատ երկրներ հրաժարվել են։ Օրինակ Թայլանդի առողջապահության նախարարությունը վերջերս որոշել է հրաժարվել այս դեղամիջոցից, քանի որ ուսումնասիրության 33-րդ ամսում սահմանված չափանիշներից որոշակի շեղումներ են արձանագրվել։ Արդյունքում գենսուլինի որակը գնահատվել է որպես ոչ բավարար։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։